Ի սկզբանե մարդը հավատք ունի առ Աստված, գլխավորը չկա, սեր չկա, կարեկցանք չկա դեպի մերձավոր։ Մենք բոլորս խոսում ենք թվացյալ երջանկությունների մասին, բայց իրական երջանկությունը թագ ու պսակն է երկնքի, որ ամեն մարդ պետք է ստանա եւ որի համար մենք բոլորս պիտի ապրենք։ Եվ Տերը ամեն անգամ, երբ որ սովորեցնում էր աղոթքի մասին, խոսում է ծածուկ անելու մասին։ Ով է մեր Տերը, որն է մեր ճշմարիտ ճանապարհը, որն է մեր կյանքը։ Խոսելով չի լինում։ Եվ մենք պետք է սովորենք Քրիստոսի առաքյալներից լույս լինելը, խաղաղություն է պետք։ Սիրել, ներել, խաղաղ ապրել Տիրոջ հետ, որպեսզի քո կյանքը լավ լինի, որպեսզի դու Աստծո հետ լինես։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, այսօրվա մեր զրույցը խոսքի ու գործի մասին է։ Օրինակ, երբ մարդն ասում է ես հավատում եմ Աստծուն, ես գնում եմ եկեղեցի, ես մոմ եմ վառում, բայց միևնույն ժամանակ փորձության մեջ ընկած մարդուն օգնության չի հասնում, հիվանդին օգնության չի հասնում։ Սա հավատ է, Տեր Հայր։ Ի սկզբանե մարդը հավատք ունի առ Աստված, բայց երբ որ խոսքը գնում է գործնականի մասին, շատ քչերն են, ովքեր իրենց հաջողում են գործնականի մեջ։ Եվ շատ քչերն են, ովքեր կկարողանան իրենց դրսևորումը գործի վերածել։ Իսկ գլխավոր դրսևորումը դա սերն է, որ մարդ պետք է սիրի առաջինը իր Աստծուն, երկրորդը իր մերձավորին։ Որն է նպատակը մեր հավատքի։ Հավատք, որպեսզի մարդը փրկվի, ոչ թե հավատք վերացական։ Այսօր մենք լավ տեսնում ենք, մարդիկ բոլորը խոսում են հավատքի մասին, խոսում են Աստծո մասին, սեղանների շուրջ կենացների ժամանակ, ճանապարհին, խաչակնկվում են նույնիսկ, մոմ են վառում, մատաղներ են անում, բայց գլխավորը չկա, սեր չկա, կարեկցանք չկա դեպի մերձավոր, եւ այդ հավատքը գրեթե վերացական է, գործնական այնտեղ ոչ մի բան չկա։ Մարդիկ կարող են ասել Աստծուն սիրում են, բայց մերձավորին չօգնել, իրենց ընկերոջը չօգնել, հիվանդին չայցելել, բանտում գտնվողին չայցելել, խնդրողին ձեռք չմեկնել, մուրած կանին գումար չտալ։ Այսպիսի հարցեր կան։ Տերը ասում է, չէ, եթե մի բան արեցիք դրանցից մեկին, իմացեք ինձ ենք արել։ Առաքյալները եւս հավատք ունեն եւ իրենց հավատքը վերածվեց գործի եւ նրանք սկսեցին քարոզել Քրիստոսի մասին երկրի բոլոր ծագերով։ Եվ մենք էլ այսօրվա իրականության մեջ առավելագույնս պետք է անենք, որ ամեն մարդ իր հավատքը ունենալով իր սրտում կյանքի կոչի, ի գործ դնի իր ամբողջ մտավոր ռեսուրսը, մարմնավոր եւ հոգեվոր փորձի ապրել ամեն օր հոգու փրկության համար, ոչ թե մարմնի։ Տեր Հայր, քանի որ սիրուց խոսեցին քիչ առաջ, հետաքրքիր է, որ մենք օրինակ գլոբալ առումով կարող ենք ամբողջ մարդկությանը այսպես սիրել խոսքերով, բայց մեր մոտ հարևանին, որը մեզ նյարդայնացնում է, հենց իրեն չսիրել գործով։ Հետաքրքիր է։ Տերը խոսում է սիրիր քո թշնամուն։ Այդ ամենի մասին է խոսում։ Իսկ ինչպես պետք է մարդ սիրի իր թշնամուն։ Հարևանին չի սիրում, թշնամուն ինչպես կարող է սիրել։ Տերը խոսում է մարդու խաղաղության մասին, որ մարդը փորձի սիրել, երջանկանալ, եւ այդ երջանկությունը դառնա իր համար գագաթնակետ, սիրո մեջ, խաղաղության մեջ։ Տերը ասում է, չէ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ այս աշխարհից չէ։ Տեր, իսկ ինչու ենք մենք ավելի շատ խոսում, քան գործանում։ Ինչ ենք խոսում բարի լինելու մասին, բայց բարիք չենք գործում։ Ցավոք, մարդիկ սիրում են խոսել։ Խոսել այս գործի մասին, կամ մի փոքր որ մի բան են անում, սկսում են փող հնչեցնել, որ մենք սա ենք արել, նա ենք արել, բայց իրականում չոփ են անում, բայց գերան են դարձնում իրենց արածը։ Եվ մարդկանց համար կարևորագույնը լսելն է, թե ինչ արձագանք կունենա հանրությունը իրենց մասին, ինչ արձագանք կտա, բայց երբևիցե սա պետք է համեմատության մեջ չմտնի, թե ինչ արձագանք կտա Տերը, Աստված ինչպես քեզ կնայի, որովհետև մենք պետք է հաճանանք միմիայն Աստծուն, ոչ թե մարդուն։ Մենք շատ կարող ենք խրատներ տալ մարդկանց, որոնք
հաճելի չլինեն, բայց տվյալ մարդիկ պետք է ընկալեն, որ այդ ամենը արվում է իրենց լավի համար։ Շատերին խորհուրդ ենք տալիս, խրատում ենք, մարդիկ ըմբոստանում են, զայրանում են, զարմանում են, բայց հոգևոր կյանքը նրանում է, որ մարդ կարողանա արթնանալ քնից եւ հոգեպես առաջնորդվի առաջ։ Այսօրվա դարը բնականաբար շատ բարդ դար է, 21-րդ դարը։ Ամեն ուր պառակտումներ են։ Այո։ Եվ առաջին թշնամին մարդու դա իր այսօրվա հեռախոսն է, որ տեսնում ենք նույնիսկ մեքենայի մեջ մարդիկ վարում են մեքենան եւ հեռախոսի մեջ են, տեսնում են ինչ պիտի լինի, բայց ոչ մի բան չի լինելու։ Տերը ասել է դա 2000 տարի առաջ ինչ որ պետք է լինի եւ մեզ սովորեցրել է ինչպես պետք է լինենք, խաղաղ, երջանիկ իր հետ միասին եւ խաղաղություն բարիք սփռելով։ Բայց սիրո պակասից է Տեր հայր, որ մենք սա չենք կարողանում անել։ Սիրո պակասից, այո, որովհետև ամեն մարդ նախանձում է կողքինին, որ ես չունեմ, ես դժբախտ եմ, իսկ քրիստոնյան չի կարող լինել դժբախտ։ Մենք այսօր տեսնում ենք մարդիկ մոտենում են ամենագլխավոր խորհուրդներից մեկին մկրտությանը, մկրտվում եւ այնուհետեւ անհետանում են։ Եվ չեն գալիս իրենց հոգիներով զբաղվելու, ճշմարտություն լսելու, սնուցվելու, սուրբ պատարագի մասնակցելու եւ հաղորդություն ստանալու։ Մարդիկ խռոված գնում են այնուհետև հիշում են, որ ննջեցյալ ունեն եւ հոգեվորականը պետք է գա իրենց ննջեցյալին հուղարկավորի։ Բնականաբար հոգեվորական դա կարող է անել, բայց մեզ համար կարևորագույնը մարդու ճշմարիտ գիտակցումն է, որ մարդը գիտակցի, որ ոչ թե դա ուրախության առիթ է նկարվելու, նկարահանվելու, այլ դա ամենագլխավորն է։ Մկրտություն, ճանապարհ դեպի երկինք։ Սա է հիմնականը, որ մարդիկ պետք է ընկալեն մկրտությամբ, թե ինչպես կարող է իրենց կյանքը դասավորվել եւ իրենք ինչպես կարող են լինել երջանիկ։ Մենք բոլորս խոսում ենք թվացյալ երջանկությունների մասին, բայց իրական երջանկությունը թագ ու պսակն է երկնքի, որ ամեն մարդ պետք է ստանա եւ որի համար մենք բոլորս պիտի ապրենք։ Ուրիշ տարբերակ չունենք, մենք թվացյալ չենք ուզում, ոչ ոսկեղեն, ոչ հարստություն, ոչ ադամանդներ։ Մեզ համար կարևորագույնը լուսեղեն պսակը։ Մենք ճիշտ է, թեպետ աշխարհում ենք ապրում եւ մեր կյանքը շատ հաճախ մեղքի մեջ է լինում, բայց մեր ձգտումը պիտի լինի դեպի երկինք։ Այլ ճանապարհ չկա։ Դրա համար ունենք օրինակներ մեր բոլոր սրբերը, թե նահատակները, թե ճգնավորները։ Եվ եթե մենք մեզ նեղություն չտանք, մենք չենք հասնի երկինք։ Եթե մենք նեղության փոխարեն նախընտրենք խոսել մեր հարևանը սա ունի, կամ մեր հարևանը մեղավոր է, մենք անմեղ ենք, դա արդեն իսկ դատապարտում է ինքներս մեզ։ Տեր այդ ճանապարհով ճիշտ ընթանալու համար նաև գործն է շատ կարևոր, ուզում եմ հիմա այդ գործի կարևորության մասին խոսենք։ Ասվում է հավատն առանց գործերի մեռած։ Այո։ Ցավի սիրտ անընդհատ դա հանդիպում ենք, որ մարդիկ խոսում են Աստծո մասին, վերացական, ես Աստծուն շատ եմ սիրում, ես այստեղ խաչքար եմ կանգնեցրել, ես այս մարդուն նվիրատվություն եմ արել, օգնել եմ, բժշկական խնդիրներ է ունեցել։ Նմանատիպ հարցեր լինում են, բայց մարդու խոսույթը որպես այդպիսին իրականության հետ չի համապատասխանում, որովհետև մարդը խոսում է Աստծո մասին, բարիք գործելու մասին, բայց այնտեղ հպարտություն կա։ Մարդը հպարտանում է, որ սա արել է։ Այսինքն չի արել այդ մարդու համար, ինքն իր համար է արել։ Ինքը արել է երկուսի համար, բայց ավելի շատ իր։ Այո։ Որովհետև նա լավ է ուզում զգալ, որ մեկին օգնել է, բայց երբ որ օգնում ես անձնուրաց ձևով, դա գնահատվում է։ Առանց ետին մտքի, երբ որ օգնում ես, դա գնահատվում է։ Երբ որ քեզնից ինչ որ մի գումար կուզեն կամ ինչ որ մի իր կուզեն, երբ որ դու տալիս ես, դա գնահատվում է։ Իսկ ավելցուկից Տերն է ասում, չէ, չի գնահատվում։ Նույն այրի կնոջ առակը։ Տեր հաճախ նաև հենց եկեղեցիներում ենք տեսնում այս պատկերը, որ կան մարդիկ, որոնք կարող է այսպես ջերմեռանդորեն
աղոտ կանեն, բայց իրենց կողքի մարդը հենց մի ինչ որ փոքր հարցում սխալվի, մի անգամից այսպես շոց ոտելությամբ իրեն նկատողություն անեն, փորձեն դուրս հանել եկեղեցու։ Այս ամենի մասին խոսում է մեր Տերը։ Քրիստոս ինքը ասաց, որ փարիսեցիների պես չլինեք, այլ ամեն մարդ իր սենյակը թող մտնի, դուռը փակ եւ աղոթի իր երկնավոր հորը։ Եվ Տերը ամեն անգամ, երբ որ սովորեցնում էր աղոթքի մասին, խոսում է ծածուկ անելու մասին, որպեսզի մենք կապ հաստատենք Տիրոջ հետ։ Իսկ երբ որ մենք փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ ճշմարիտ հավատացյալ ենք, բայց երբ որ այդ ամենը ավարտում ենք, գնում ենք մեր սենյակ եւ ինքներս մեր մտքերի մեջ ընկնում մտածում ենք չարի մասին, չար խորհուրդներ ենք։ Այդ չար խորհուրդներով մենք փորձում ենք ապրել մեր կյանքը եւ մեզ տանջում ենք, այնուհետեւ գալիս ենք ելի եկեղեցի եւ ասում ենք մեր Աստծուն սիրում ենք։ Եվ հաջորդ օրը այդպես են, մյուս օրը այդպես եւ այդպես շարունակ, մինչեւ մարդու կյանքի վախճանը, որովհետեւ մարդը սովոր է ապրել ուրիշների համար։ Իրականում հոգևոր կյանքը պետք է ապրենք ուրիշների համար, բայց ոչ թե ուրիշների կարծիքը լսելու, այլ օգնելու եւ հեռանալու, ճշմարտությունը տալու եւ գնալու, առանց ինչ որ բանի ակնկալիքի։ Մեր կյանքում էլ շատ բաներ ենք տեսնում, շատ տեղեկություններ ենք ունենում մարդկանց կյանքի մասին, թե ինչպես մի մարդ մյուսին օգնեց, վերջին լուման տվեց, հաջորդ օրը քառապատիկ ստացավ։ Սա հեքիաթներ չեն, սա իրական կյանքն է, որ շատ հաճախ մարդը իր կյանքը կապում է նյութեղենի հետ։ Եվ գործնականորեն ինքը քայլեր չի անում։ Մարդիկ խաչակնքվում են, երեխաներ են մկրտում, ուրախանում են։ Եկեղեցուց դուրս գալուն պես մոռանում են ինչի են եկել։ Նույնը պատարագի ժամանակ շատերը գալիս են ուրախ զվարթ պատարագի, այնուհետև իրենց կյանքը դուրս գալուն պես փոխվում է։ Այսինքն այդ բովանդակությունը պիտի հաղթի ձևին։ Իրական քայլեր պիտի Այո, այո։ Իրական պետք է ասնականանք ով ենք մենք։ Ով է մեր Տերը, որն է մեր ճշմարիտ ճանապարհը, որն է մեր կյանքը։ Խոսելով չի լինում։ Շատ լավ ռետորներ կան, որ կարող են խոսել օր ու գիշեր։ Մենք կամ ուխտավորներ, ովքեր շատ հաճախ շահարկում են, մենք այստեղ ենք եղել, այնտեղ ենք եղել եւ մեզ հաճելի է, դուք էլ գնացեք, այսպիսի խորհուրդներ, որոնք ճշմարտության չեն համապատասխանում։ Մենք պետք է ապրենք ի գործ դնելով մեր ամբողջ մարդկային ռեսուրսը Քրիստոսի փառքի համար, ոչ թե մեր հարևանի, ոչ թե մեր երեխայի, ոչ թե մեր ծնողի, այլ միմիայն Աստծո, որովհետև ինչ որ ունենք, Աստծուն ենք պարտական։ Տերն է տվել մեզ այդ ընտանիքը, որի մեջ մենք ապրում ենք, այդ տունը, որի մեջ մենք ապրում ենք, այդ հասարակությունը, որի մեջ մենք ապրում ենք, եւ մենք պետք է սովորենք Քրիստոսի առաքյալներից լույս լինելը։ Ինչ պետք է անենք մենք։ Օրինակ պետք է լինենք, որ մարդիկ ով որ տեսնեն մեզ, ովքեր որ կտեսնեն մեզ, իմանան, որ մենք Աստծո զավակներ ենք, իրական քրիստոնյաներ ենք։ Սա է բուն նպատակը մարդու ապրելու, արարելու եւ Աստվածային խոսքը առաջ տանելու։ Տերեր, երբ պատրաստվում է այս հաղորդմանը, մի տող կարդացի, որ դևերն են հավատում։ Այսինքն միայն հավատալ ու ոչինչ չանելը մեզ լավը չի դարձնում։ Մի մարդ, որը գողանում է, կարող է գնալ աղոթել, մոմ վառել նույնիսկ, որ իր գողությունը հաջող անցնի։ Նույնը մարդասպանը կարող է լինել, նույնը շնացողը կարող է լինել, որ Աստված իր վատ գործը հաջողի, բայց Տերը երբևիցե վատ գործը չի հաջողում։ Եվ մենք ապրում ենք բարիքի համար։ Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր տարբեր կյանքով ապրում են աշխարհիկ եւ միմիայն հիշում են ասուն, երբ որ փորձանք է գալիս։ Կամ ավտովթար է լինում, կամ դանակահարություն, եւ մարդիկ գալիս են մատաղանելու, բայց մարդուն, որ ասում ես, դարձիր դեպի Տեր, դեպի Մայր եկեղեցի, դեպի Աստված, մարդիկ վստահորեն
ասում են, որ այո, մենք կգանք, բայց չեն գալիս։ Մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը չեն գալիս դեպի տաճար, դեպի փրկություն։ Շատերը կապում են, չգիտեմ, ինչերի հետ։ Տերեր, իսկ ինչպես Աստծո խոսքը գործ դարձնենք մեր կյանքում, ինչից սկսենք։ Սկսում ենք մեզնից, մեր աղոթքից, մեր նիստուկացից, մեր վարքից, մեր խորհուրդներից, ինքներս մեզ լսելուց։ Մենք ունենք երկու ականջ, մեկ բերան։ Հակառակը որ լիներ, ավելի վատ կլիներ, բայց Տերը տվել է, որ մենք ավելի շատ լսող լինենք։ Եվ մենք ունենք հնարավորություն մեր խոսացածը լսելու։ Երբ որ մենք լսում ենք ինչ ենք խոսում, նախընտրում ենք չխոսել կամ մեր խոսույթը փոխել։ Որովհետև շատ այս սորում դատարկաբանություն է։ Մարդիկ անընդհատ դատարկաբանում են։ Անընդհատ։ Մարդիկ անընդհատ խնդիրների մեջ են, անընդհատ խնդիրներ, իրենց դա հաճելի է։ Մարդիկ երկու տող կլսեն Աստծո խոսքի մասին, բայց ամբողջ 15-16 ժամ կսկսեն լսել վատ լուրերի մասին։ Անձրևների, հողմերի, երկրաշարժների եւ մարդը դա պարտադրողաբար չի լսում, մարդը դա ցանկանում է լսել, որովհետեւ նա ուզում է իմանալ ինչ եղավ։ Եվ իրեն մարդկայնորեն դա մտահոգում է։ Իսկ քրիստոնյան չպետք է մտածի ինչ եղավ կամ ինչ կլինի։ Մենք չգիտենք վաղը արթնանալու ենք թե ոչ։ Այսօր մեզ տված է ժամանակ գործելու, մեր ամբողջ ներուժը դնելու Աստծո փառքի համար, սիրելով լույս սփռելով։ Սա է նպատակը մեր մարդեղացման։ Տերեր, այսինքն, եթե փորձենք այս հարցին պատասխանել, ինչ պիտի անի այսօր քրիստոնյան, որ չի անում, լույս լինելն է, օրինակ լինելն է։ Հեռախոսը վայր պետք է դնի եւ վեր կենա իր տեղից, այցելի իր բարեկամին, իր հիվանդ եղբորը։ Մխիթարի ննջեցյալների ընտանիքի անդամներին։ Սիրի մերձավորին, չբարկանա, չզայրանա։ Այսօրվա իրականության մեջ բարկությունը շատ մեծ տեղ է գտնում մեր հանրության կյանքում, որ մարդիկ բարկանում են։ Մարդիկ աստվածներ են փնտրում իրենց համար։ Խաղաղություն է պետք։ Սիրել, ներել, խաղաղ ապրել Տիրոջ հետ, որպեսզի քո կյանքը լավ լինի, որպեսզի դու Աստծո հետ լինես, ոչ թե կյանքը լավ լինի, որ բարիքներ կգան։ Ամենամեծ բարիքը դա Տիրոջ օրհնանքն է, որը մենք ունենք։ Տերեր, հաճախ երբ մարդկանց ասում են, պետք է գործով ցույց տալ քո հավատքը, միանգամից մտածում են բարեգործությունների մասին, ասում են, այս բանը ես ֆինանսապես չեմ կարող, բայց չհասկանալով, որ գործ ասելը միայն նյութապես օգնելը չէ։ Եվ չգիտեմ, մարդու ուղակի ձեռքից բռնելը, մի խորհուրդ տալը, ուղակի իր կողքին լինելը։ Տարբեր օգնությունների միջոցներ կան։ Բարի խորհուրդ, այցելություն, ժպիտ, անկեղծ ժպիտ, ոչ թե կեղծավոր, ինչը որ վերջի ժամանակներում մենք անընդհատ տեսնում, այլ անկեղծ ժպիտ։ Իսկ դա գալիս է միայն խաղաղությունից։ Եթե մարդ խաղաղ է հոգով, Աստված իր հետ է, նա ժպտում է եւ ամեն ինչ նորմալ է կյանքում։ Ինչքան էլ որ փորձություններ կան, փորձություններ պետք է գան, բայց մարդը նրա համար է, որ հաղթահարի յուրաքանչյուր փորձություն։ Տերեր, այսպիսով քրիստոնեությունը մեր համար պիտի միայն ոչ թե սահմանափակվի ամեն ասելով կամ գրելով, այլ մեր կյանքում կենսակերպ պիտի դառնա։ Քրիստոնեություն ճանապարհը դեպի երկինք։ Ծնունդից ի վեր, մինչև վերջի շունչը, դեպի երկինք։ Ինչքան էլ մեզ մոլորեցնեն, ինչքան էլ մեզ խաբեն, որ մենք ունեցվածք ունենանք, մեծ ժառանգություն ունենանք, մեր երեխայի մասին մտածենք, մեր թոռան մասին։ Մարդիկ այսօր շատ մեծ հարստություններ են կուտակում իրենց երեխային թոռանը թողնելով, մեծ մեղքի մեջ թողնելով գուցե, բայց թոռը կամ երեխան իր ննջելուց հետո գուցե իրենց գերեզմանը չայցելեն։
Մարդիկ պետք է մտածեն երկնքի մասին։ Ամեն ճանապարհ օգտագործեն, որպեսզի բարձրանան երկինք։ Ճանապարհը կա, Տերը ցույց է տվել նեղությունների միջով։ Շնորհակալ եմ Տեր Հեր այս զրույցի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, Տերը օրհնի պահպանի ձեզ։